ղեկավարի որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի 25 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին իգիություն ընդունել։ Ինչպես գիտեք, հեռուստատեսությամբ հաղորդեցին, որ մեր առաջին եռամսյակի պլանը կատարել է 102%-ով։ Շնորհակալություն մեր աշխատակազմին, շնորհակալություն նաև Ղուկասյանին մեր ամբողջ աշխատանքը կոորդինացնելու համար եւ մենք 20 միլիոն գումար ենք հավաքել եւ նաև ավականու անդամներից բոլորի շնորհակալություն աշխատանքների կազմակերպելու համար։ Բաստան ըստ տեսակների բոլորան ինչ կանենք բոլորը գիտեք, բոլորը ծանոթ եք գիտեք, ուրեմն նաև մենք Իսամյաններ կազմանանք կատարել, ինձ թվում է նույն ոճով, նույն աշխատանքով շարունակենք մեր աշխատանքները։ Մենք սեփական եկամուտները 102%-ով ենք կատարել, իսկ ծախսերը կատարել ենք 35.3%-ով, հավականում շատ գումարի Ամուսուկեք ունեցել մենք 100 միլիոն, որը տեղափոխել է ֆոնդային բյուջե, որովհետեւ մեր սուբվենցիոն ծրագրերը կարողանան կատարել։ Անունը ուրիշ խոսքում, անունս ասելու է։ Ես պլանները ասի, ծախսերը ասի։ Չունի, չէ։ Ուրեմն ընդամենը ծախսերը 35.3%-ով մենք բավականին գումար տնտեսել ենք մեր սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Հաստատենք որոշումը հաստատենք երկրորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող ուղղամասերում բնակավայր Ամասյա քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանի կողմից ինքնական կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն համահունք շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսած հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին։ Ինքնական կառույց է, օրինականացրել են գումարները պետք է մոծի և մենք համաձայն ենք հաստատենք որոշումը ու հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի ղեկավար Ջերմական որպեսզի սահմանված կարգով կարգադրել պետք է շարժուկի արվաճառքի պայմանագիր ապահովել սուրբ որոշումից փոխող իրավունքների պետական դրանցումը քաղաքացու միջոցների հաշվին։ Դրանցման բոլոր գումարների ծախսերը կատարվում է բնակչի կողմից։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի ավականու 25 թվականի փետրվարի 25-ի թիվ 11-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Ուրեմն դուք գիտեք անցյալ անգամ Ամասյա համայնքի բնակիչ Գրիգոր Դավթյանի կողմից ինքնական կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն համահունք շինությունները պահպանման նախապատվության իրավունքով ուղղակի կարգով կառուցապատողի վաճառելու համար համաձայնություն տալու թիվ 11-ա որոշման մեջ կատարված է հետևյալ փոփոխությունը։ Գումարի չափը որոշակի սխալ է տեղ ունեցել, ուրեմն որոշակի սխալ է տեղ ունեցել և այդ սխալները ուղղվել է 100-ի չափով եղել 120,000, հա, 1.207,000-ի փոխարեն 20,000 պակաս է հաշվարկվել մի որոշումը են որոշման մեջ ու կատարենք որպեսզի Գրիգորի Դավթյան, Ժողովա Գրիգորի Դավթյան Ժողովայի շինություններ։ Հաստատենք։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասյա համայնքի սեփականություն հանդիսացող հողամաս բնակավայր Շավի
քաղաքացի Զարա Ալբերտի Սաֆարյանի կողմից ինքնական կառուցված օրինական ճանաչված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համակի սեփականություն համաշինությունների և նրանց պահպանման ու սպասարկման նախատեսող խոհամասը նախապատվության իրավունքով ուղղակի հատկով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին։ Սա էլ է ինքնական կառույց Շահիկ գյուղում, խոհամասի չափը 1025 քառակուսի մետր, շինության մակերեսը 917, խոհամասի չափը 917, շինության մակերեսը 1025 քառակուսի մետր։ Ինքնական կառույցը գումարները հաշվարկելը հաստատել է։ Հայաստանի Շահիկ գյուղից դիմել է Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքի համասյա բնակավայր 010-0040-0011 կադաստրային ծածկագրով խոհամասում գտնվող 0.0907 հեկտար մակերեսով խոհամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինության նկատմամբ քաղաքացի Կարինե Սերգեյ Վահանյանի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ։ Քանի որ այս չի պահպանվել Կարինե Վահանյանի վերաբերյալ որևէ փաստաթուղթ սեփականության իրավունքի վերաբերյալ, այս պատճառով նրա սեփականության իրավունքը վերականգնում ենք և հողը և տունը նվիրաբերում ենք Կարինե Վահանյանին։ Համաձայն եք, ամասյա։ Կարինե Վահանյանը փաստական է։ Հայաստանի դեպի տունը չի նսի։ Մինչև 90 թվականն եկած, մինչև 2001 թվականի կառուցված շինություններ իրավունքն վաճառել։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համասյա համայնքում գտնվող խոհամասի համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համասյա համայնքի հողմիկ բնակավայրում գտնվող 020-020 կադաստրային ծածկագրով 0.098 հեկտար մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 249.6 քառակուսի մետր մակերեսով շինություն ճանաչել համայնքային սեփականություն։ Հայաստանի Հանրապետության համասյա համայնքի կառուցապատման հողամասը համայնքային սեփականություն։ Այս հողամասերը եղել են բնակչի սեփականություն, սակայն ուսումնասիրության ժամանակ անհայտ սեփականատեր է եղել, այս պատճառով այդ հողամասը դառնում է համայնքային սեփականություն։ Համաձայն եք, հաստատեք։ Քարտեզը սխալ է եղել, ժամանակագրել Անցին հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համասյա համայնքի բնակավայրի համասյա սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 0.284 մակերեսով և համասյային 0.049-074 ծածկագրով հողամասը Հայաստանի Հանրապետության նվիրատվություն կատարելու վերաբերյալ։ Ուրեմն հայտնեմ ձեզ, որ համասյայի միջնակարգ համասյայի նոր դպրոցը կառուցելու համար հողամասը քիչ է, այս պատճառով որոշվել որոշակի հողամաս ավելացնել, որպեսզի շինհրապարակը նորմալ կառուցվի։ Դրա համար է 0.284 մակերեսով հողատարածքը հեկտար։ Այս հողամասը համայնքային է, նվիրատվություն կարգով մենք տանք դպրոցի նվիրատվություն կարգով տանք դպրոցի 1 հեկտար է դպրոցին է, սա արդեն դառնում է 1 հեկտար։
Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Շիրակի համալսարանի ձևականությունն ամիսատով փողերից Հովհաննես Օդայելու օդանավների արգանդինը և պայմանների հաստատելու վերաբերյալ։ Դրա համար մենք դրել ենք մի քանի Հովհաննես, 3 Հովհաննես, Ամասյա բնակավայր, երկրորդ փողոց 23-ի 3 Հովհաննես, բնակելի կառուցապատում, չափը 1162 քառակուսի մետր աջուշտի դնելու համար։ Երկրորդ Ամասյայի բնակավայր, առաջի փողոց 41 Հովհաննես, բնակելի կառուցապատման աջուշտի դնելու վերաբերյալ և Ամասյա բնակավայր, առաջի փողոց 4-3 Հովհաննես, բնակելի կառուցապատման Հովհաննես, այդ 3 Հովհաննեսը դրել եք աջուշտի։ Դնեք աջուշտի, համաձայն եք։ Բայց հայտնի որ սրանց էլ աջուշտները կլինեն էլեկտրոնային եղանակով, մի քիչ կարող ենք աջուշտները ավելի ուշ հայտարարել, մինչև հաստատվի էլեկտրոնային եղանակը, չնայած արդեն բարձր